Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր կներկայացնեմ 2026 թվականի կանխատեսումը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են նապաստակի տարում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են 1939, 1951, 1963, 75, 1987, 99, 2011 և 2023 թվականներին։ Ինչպիսին կլինի 2026 նապաստակի տարում ծնվածների համար, ինչպիսին կլինեն ձեր ֆինանսները, կարիերան, հարաբերությունները և առողջությունը, կփորձենք այսօր միասին պարզել, հասկանալ և մի փոքր ավելի մոտիկից ծանոթանալ տարվա էներգիաներին։ Նրանք, ովքեր առաջին անգամ են նայում իմ վիդեոն, ընդհանրապես առաջին անգամ եք հայտնվել իմ YouTube-յան ալիքում, մի փոքր ծանոթություն, ես Արմեն եմ Սեթաղյան, զբաղվում եմ չինական մետաֆիզիկայով, արդեն 3.5 տարի է և օգնում եմ մարդկանց գրանցել հաջողություններ կյանքի բոլոր ոլորտներում։ Ավելի կոնկրետ հասկանալ հիմնային խնդիրը, որտեղից է գալիս և տալիս եմ հստակ լուծումներ հնագույն չինական մետաֆիզիկայի գիտելիքների օգնությամբ, որի արդյունքում մարդիկ գրանցում են դրական արդյունք։ Հանդիսանում եմ որպես բիզնես խորհրդատու, նաև որպես խոսնակ, հաճախ հանդես եմ գալիս տարբեր միջոցառումներում և շատ ավելի հաճախ մասնակցում եմ տարբեր on-line, ուրեմն հանդիպումների, միջոցառումների, որոնց միջոցով ես կարողանում եմ էլ ավելի շատ ինֆորմացիա ունենալ ընդհանրապես մետաֆիզիկայի աշխարհից և օգնել դրանով իսկ օգնել մարդկանց գրանցել հիանալի արդյունքներ։ Հիմա որպես հիշեցում ասեմ, որ ըստ չինական օրացույցի նոր տարին սկսում է փետրվարի 4-ից, ավելի կոնկրետ փետրվարի 4-ից փոխվում է տարվա էներգիան։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ փետրվարի 4-ից տեղի է ունենում խաղի կանոնների փոփոխություն։ Մեր կյանք գալիս են նոր էներգիաներ, օրինակ 2026-ը դա հրեղենձի տարին է, և հրեղենձին յուրաքանչյուրի համար ունի տարբեր իմաստ։ Մեկի համար դա ինչ-որ մի բան է նշանակում, մյուսի համար բոլորովին այլ բան։ Քանի որ մենք էներգիաներով տարբեր ենք, իսկ հրեղենձին ունի տարբեր ազդեցություն տարբեր մարդկանց վրա։ Բայց ինչն է կարևոր։ Եթե դուք ծնվել եք ցանկացած տարվա մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր կենդանակերպը դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Սա պետք է հիշել և չշփոթել։ Իսկ եթե դուք ուզում եք իմանալ, թե որ կենդանակերպի տարում եք ծնվել և ինչպիսի կենդանակերպ ընդհանրապես կան ձեր էներգետիկ դաշտում, ավելի կոնկրետ բազիում, ապա ես խորհուրդ կտամ, որ սկանանեք այս QR կոդը, որից հետո կբացվի ձեզ մոտ նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, ծննդյան ժամը, եթե գիտեք, եթե ոչ, բաց եք թողնում, ընտրում եք սեռը և սեղմում հաշվել։ Դրանից հետո բացվում է այս պատուհանը, որի աջ կողմից առաջին սյան ներքևի հատվածում, որ կարմիրով եմ նշել, կարմիր օղակի մեջ է, այստեղ երևում է ձեր կենդանակերպը, այսինքն հստակ կարող եք իմանալ, որ կենդանակերպի տարում եք ծնվել։ Սա շատ կարևոր է։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսի աստղեր ունենք 2026 թվականին բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են նապաստակի տարում։ Իդեպ ասեմ, որ 2026-ը 2025-ի համեմատ բավականին լավ տարի է ձեզ համար, որովհետև այս տարի մենք ունենք բավականին շատ դրական աստղեր, որոնք կարող են մեծ օգնություն տալ, օգնել ձեզ, որպեսզի դուք գրանցեք հաջողություններ տարվա ընթացքում։ Հիմա եկեք հասկանանք, թե որոնք են դրանք։ Առաջինը դա երկնային օգնականն է։ Երկնային օգնականը դա օգնություն է անմիջապես վերևից։ Իդեպ ասեմ, որ աստղերը դրանք անվանումները դրանք չինարենից բառացիորեն թարգմանված են, մի փոքր կարող է տարօրինակ թվալ անվանումները, ամեն դեպքում ես փորձել եմ մաքսիմալ նենց թարգմանություն դնել, որ մի փոքր ավելի համապատասխան լինի։ Ուրեմն երկնային օգնականը դա այն էներգիան է, որը գալիս է տարվա մեջ և բերում է օգնություն վերևից և ցանկացած խնդիր ձեր կյանքում 26 թվականի ընթացքում կարող է շատ հեշտությամբ լուծվել։ Մենք ունենք հաջողություն աստղը, որը ես շատ եմ սիրում, ու հաջողություն աստղը դա բերում է առատություն, դա բերում է նոր հնարավորություններ, սա բերում է խնդիրների լուծում, ընդհանրապես հաջողություն հենց բառը հուշում է։ Տարվա մեջ ունենք մենք հաջողության էներգիա, որը շատ կարևոր է։ Մյուսը դա երկնային ուրախությունն է։ Երկնային ուրախությունը դա
ուրախ առիթների արկայությունն է, ուրախության, հա, գալուստն է, այսպես ասած, որին դուք պետք է պատրաստ լինեք, ընդունեք եւ իհարկե վայելեք դա։ Մյուսը դեղցի ծաղիկն է եւ աղե ավազանը։ Այս երկու էներգիաները սրանք վերաբերվում են ընդհանուր ձեր գրավչության բարձրացմանը, ինչու՞ չէ նաև ռոմանտիկ ինչ-որ իրադարձություններ 2026-ի ընթացքում, բայց պետք է այստեղ զգույշ լինեք, որովհետև դեղցի ծաղիկը աղե ավազանի հետ միասին բերում են նաև կարճաժամկետ ուղղակի հրապուրանք, ֆլիրտ, որը կգա ու կանցնի։ Եթե դուք մի փոքր ավելի երկարաժամկետ հարաբերությունների կողմնակից եք, ապա տարվա մեջ միգուցե դա այդքան էլ այդպես չլինի։ Ինչ ունենք, ունենք նաև թայչի օգնական։ Ընդհանրապես թայչի օգնականը ինքը մետաֆիզիկական էներգիա է, ավելի կոնկրետ սա էներգիա է, որը տալիս է հնարավորություն ուսումնասիրել ոչ տրադիցիոն գիտելիքներ, օրինակ մետաֆիզիկա, օրինակ թվագիտություն կամ մեկ այլ ուղղվածություն, հա։ Այսինքն թայչին նաև օգնում է ձեզ, որպեսզի դուք կարողանաք նման գիտելիքները արագ ընկալեք, արագ ստանաք եւ ինչպես է պետք է օգտագործել 2026-ին, եթե ձեզ մոտ կա թայչի, ապա լավ կլինի, որ դուք օգտագործեք մետաֆիզիկական գիտելիքներ, որովհետև դուք ավելի ուրեմն սինխրոն եք, այսպես ասած, այս էներգիային եւ եթե օգտագործեք, ապա դրանից արդյունքը դուք ավելի արագ կզգաք։ Իսկ ինչ ես խորհուրդ կտամ։ Ես խորհուրդ կտամ, որ դուք անպայման միանաք մետահաջողություն նախագծին, որովհետև մետահաջողություն նախագծում ամեն օր դուք կստանաք ակտիվացիաներ, կկատարեք ու հենց այս տարի դուք կարող եք մետաֆիզիկայի օգնությամբ գրանցել հիանալի արդյունքներ։ Բացի այդ, դուք ավելի արագ կընկալեք այս ինֆորմացիան եւ ավելի ճիշտ կօգտվեք, հա, ճիշտ կարող եք օգտվել։ Ընդհանուր առմամբ էներգիաները լավն են, բավականին դրական են, աստղերը լավն են ու այս տարին կարող է լինել ձեր լավագույն տարիներից մեկը, եթե մշակեք ճիշտ ռազմավարություն։ Հիմա եկեք անցնենք բացասական աստղերին, որտեվ միշտ կա եւ դրականը եւ բացասականը, եկեք հասկանանք ինչ ունենք բացասական դաշտում։ Բացասական դաշտում ունենք կտրող շահ։ Կտրող շահն դա հիմնականում վերաբերվում է խնդիրներին ու իրավական խնդիրներին։ Եթե դուք արդեն ինչ-որ իրավական խնդիրներ ունեք, հա, պետական մարմինների հետ, օրենքի հետ կապված կամ ինչ-որ դատական process-ի մեջ եք եւ այլն, ապա հնարավոր է այս տարի դա ավելի սրվի, բայց կա մի լավ բան, մենք ունենք դրական աստղեր եւ դրական աստղերը, հատկապես երկնային օգնությունը, կտա լուծում եւ դուք կկարողանաք այդ իրավիճակից դուրս գալ։ Մյուսը դա ծուռ լեզուն է, ծուռ լեզուն դա խոսում է ուրեմն կոնֆլիկտների մասին, խոսում է կոնֆլիկտներ, որոնք կառաջանան հիմնականում, այսինքն ոչ թե ուղղակիորեն ձեր հետ կոնֆլիկտ կլինի, այլ ձեր հետևից խոսակցություններն են, հա, ձեր հետևից խոսակցություններն են, բամբասանքն են եւ այլն։ Այստեղ պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք, իմանանք ում հետ ենք շփվում եւ ընդհանրապես ինչպիսին է մեր շրջապատը, ինչ ինֆորմացիով են կիսվում, արդյոք արժե այդ ինֆորմացիան կիսել մեր շրջապատի հետ թե ոչ, սա շատ կարևոր է, հա։ Ամեն դեպքում ունենք երկու բացասական աստղ եւ երկնային օգնությունը, որը շատ ուժեղ էներգիա է, դրական, դա կարող է լուծել բոլոր տեսակի խնդիրները, բացասական, որոնք կարող են առաջանալ 26-ի ընթացքում, 26 թվականի, բայց եղեք ուշադիր, հա, եղեք մի փոքր ուշադիր։ Իսկ եթե ամփոփենք, ինչ է բերել տարին ձեզ 2026 թվականը հրեղենձին, նա բերում է նոր խաղադաշտ, այսինքն նոր հնարավորություններ, նոր շուկաներ դուրս գալու համար, նոր շարժում, նոր ուղղություն, հա, նոր հնարավորություններ։ Նաև պետք է հասկանանք, որ մեր շրջապատը, մեր սոցիումում պետք է կատարել փոփոխություն, այսինքն մենք նոր ծանոթություններ պետք է ձեռք բերենք, ինչպես նաև վերաբրենդավորենք մեզ, հա, այսինքն նորովի ներկայացնենք, նոր մարդկանց հետ ծանոթանանք, նոր ուրեմն ինչ որ բաներ բացահայտենք, միգուցե նոր մարդկանց հետ ծանոթությունը ձեզ կտա հնարավորություն բացահայտել ձեզ նորովի, հա։ Ժամանակն է փոխել ձեր իմիջը, այսպես ասած, միգուցե ձեր սանրվածքը, ձեր հագուստը, ձեր հագուստի գույները, լավ կլինի, որ սրան եւս ուշադրություն դարձնեք 2026 թվականի ընթացքում։
Հիշեցնեմ, որ 2026-ը ավելի կանխատեսելի դարձնելու համար եւ ճիշտ պլանավորում անելու համար, իմանալ թե որ մեջ ինչ էներգիաներ կան, ինչպիսին են տվյալ օրը եւ ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, այստեղ ձեզ կօգնի օրացույցը, թոնգշո օրացույցը, որ առաջի անգամ տպագրվել է իմ կողմից հայերենով, պատրաստվել եւ տպագրվել է հայերեն տարբերակով։ Սա 74 էջանոց օրացույց է, սա ուղղակի օրացույց չէ, այստեղ կան հետաքրքիր շատ ինֆորմացիաներ օրերի մասին եւ ընդհանրապես ինչպես ընտրել ձեր անհատական դրական օրերը եւ լինել ավելի տեղեկացված։ Նաեւ ունենք մանիֆեստացիայի 4 ուղղությունները, յուրաքանչյուր օր, որոնք ամեն օր դրանք փոխվում են ուղղությունները, դրանք հարստության, օգնության, առողջության եւ հարաբերությունների մասին են եւ օգտագործելով այս էներգիաները ավելի հաճախ դուք կկարողանաք ձեր կյանքում լուծել բավականին շատ խնդիրներ։ Եթե կցանկանաք պատվիրել օրացույցը, գրեք ինձ, գրեք մեկնաբանություններում օրացույց բառը, ես կուղարկեմ մնացած բոլոր մանրամասները։ Օրացույցը դուք ստանում եք post-ով, կապ չունի որտեղ եք ապրում, Հայաստանում, արտերկրում, մենք բոլոր տեղերը ուղարկում ենք։ Հիմա հիշեցնեմ, որ եթե դեռ չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք։ Ինֆորմացիան, որ ես տրամադրում եմ, յուրահատուկ է, բացառիկ է եւ շատ օգտակար, որը դուք կարող եք օգտագործել եւ հասնել հաջողության։ Նաեւ սեղմեք լայք կոճակը եւ իհարկե կիսվեք ձեր շրջապատում։ Սա նույնպես կարևոր է եւ կխթանի իմ ուրեմն ալիքի զարգացմանը։ Հիմա եկեք անցնենք ֆինանսներին։ Ընդհանուր ֆինանսները բավականին լավն են 2026 թվականի ընթացքում։ Ես խորհուրդ կտամ, որ դուք կարողանաք նաև, եթե մինչ այժմ մտածում եք երկրորդ ինչ-որ աշխատանք կամ կողքից բիզնես եւ այլն, ապա ինքը բավականին լավ տարի է, որպեսզի դուք կարողանաք նման գործողությունների գնալ։ Ամեն դեպքում հիշեք, որ 2026-ին մենք տարվա մեջ չունենք ֆինանսի էներգիա, այսինքն ֆինանսի էներգիան բացակայում է, ջրի էլեմենտը ֆինանսն է 26-ի համար եւ ամեն դեպքում պետք է փոքր ավելի զգույշ լինել ներդրումներ կատարելուց։ Եթե դուք աշխատում եք կազմակերպությունում, անում եք կարիերայի հեռանկարը այս տարի թվում է կայուն, առավել կայուն է, մեծ փոփոխություններ հնարավոր է չլինեն, բայց ամեն դեպքում կայունությունը կլինի, իսկ դա շատ կարևոր է արդեն, այսինքն հավանականությունը քիչ է, որ ձեզ գործից կհանեն կամ դուք կկորցնեք աշխատանք, չեք կարողանա երկար ժամանակ աշխատանք գտնել եւ այլն եւ այլն, հա։ Այսինքն տարին ինքը բավականին դրական է նաեւ կարիերայի մասով։ Ինչ վերաբերվում է հարաբերություններին, մինչև հարաբերություններ անցնելը, հիշեցնեմ մետաֆիզիկական ակտիվացիաների մասին։ Մետաֆիզիկական ակտիվացիաները դրանք գործողություններ են, որոնք մենք կատարում ենք բնակարանում, տանը, տարբեր ժամերին, տարբեր օրերին, բարդ բաներ չկան, շատ բարդ բաներ են, սրա մասին ես շուտով վիդեո կտեղադրեմ, իսկ ովքեր ինձ երկար ժամանակ է հետևում են, գիտեն, ծանոթ են, որովհետև սրանց մասին ես բավականին շատ վեբինարներ եմ արել։ Ամեն դեպքում, եթե ձեզ հետաքրքրի, կարող եք միանալ Մետահաջողություն բոտին, բոտի միանալու համար ուղղակի պետք է սկանանեք այս QR կոդը, հա, եւ քայլերով գնաք, մտնեք ակտիվացիաներ, այնուհետև կատարեք ամսական բաժանորդագրության վճարումը եւ կստանաք 1 ամսվա բաժանորդագրություն։ Մետաֆիզիկական ակտիվացիաները դրանք հիանալի գործիքներ են, դրանք վիտամիններ են, որոնց միջոցով դուք կարողանում եք ուրեմն ձեր կյանք ներգրավել նոր հնարավորություններ, լուծել բազմաթիվ հարցեր, գտնել աշխատանք, բիզնեսում ունենալ վաճառքներ, ավելացնել վաճառքները, լուծեք շատ խնդիրներ, հա, գույքի վաճառքի հետ կապված, եթե խնդիր ունեք, չեք կարողանում վաճառել, դա կարող եք անել, կարող եք գտնել համապատասխան աշխատակիցներ, հա, եւ այլն, բավականին շատ հարցեր դուք կարող եք լուծել հենց այս մետաֆիզիկական ակտիվացիաներով։ Հիմա եկեք անցնենք հարաբերություններին, հարաբերությունների մասով տարին այդքան էլ խոստումնալից չէ, ինչու, որովհետև հրապուրանքը, ֆլիրտը կարճաժամկետ տարվա մեջ կան, գոյություն ունեն, եւ եթե դուք ավելի երկարաժամկետ ուրեմն հարաբերությունների կողմնակից եք, ապա մի փոքր պետք է ուշադիր լինեք եւ միանգամից կտրուկ որոշումներ չկայացնեք տարվա ընթացքում։ Ինչ վերաբերվում է առողջությանը, քանի որ նապաստակը դա փայտի էլեմենտով է ներկայացված, չինական մետաֆիզիկայում ավելի կոնկրետ բադզիում, այստեղ մենք տարվա մեջ ունենք շատ ուժեղ կրակի էլեմենտ, այսինքն ձեր
ինքնադրսևորումը ձեր աշխատանքը բավականին շատ կլինի ու դուք ստիպված ուրեմն շատ էներգիա կծախսեք, հա։ Ես ինչ խորհուրդ կտամ, ընդհանրապես 25, 26, 27 թվականները ձեզանից շատ էներգիա են տանելու, որտեղ մենք ունենք ուժեղ կրակի առկայություն, նամանավանդ 26 թվականին։ Ես խորհուրդ կտամ, որ դուք հետևեք ձեր սննդակարգին, հետևեք ձեր իմունիտետին, հա, եթե պետք է վիտամիններ ընդունել, ընդունեք վիտամիններ, որոշակի մանր բացասական ազդեցություններ կունեն կտա տարին առողջության հետ կապված, մեծ խնդիրներ այդքան չեն սպասվում, բայց ամեն դեպքում եղեք մի փոքր ավելի ուշադիր, հետևեք ձեր ռեսուրսին, ձեր էներգիային, հա, ժամանակին հանգստացեք եւ փորձեք ավելի ճիշտ սնվել։ Իսկ եթե դուք ուզում եք ավելի խորը ինֆորմացիա ունենալ, հա, 2026-ի մասին, իմանալ, թե ընդհանրապես ինչ կարելի է անել, ինչ չի կարելի է անել, եւ ինչ ուղղությամբ շարժվել, որտեղ են ձեր հնարավորությունները, որտեղ են խոչընդոտները, ինչպիսին է ձեր տասամյակը ներկայիս եւ ինչ հնարավորություններ կան տասամյակում, ապա ես խորհուրդ կտամ դիմել անհատական խորհրդատվության, որտեղ սա մի խորհրդատվություն է, որը շատ հարցերի պատասխան կտա եւ դուք կկարողանաք ավելի կոնկրետ քայլեր, հա, քայլերի հաջորդականություն ստանալ ու դրանց միջոցով տարին դարձնել էլ ավելի լավը, դրականը եւ դուրս գալ հաղթանակած։ Մանրամասների համար սկանարեք QR կոդը եւ ամբողջ ինֆորմացիան այնտեղ է։ Եթե կլինեն հարցեր, գրեք ինձ մեկնաբանություններում կամ անձնական նամակով։ Այսքանը հապաստակի տարում ծնվածների համար հիշեցնեմ, որ տարին իրոք լավն է, տարին բավականին լավն է եւ փորձեք այս տարին մաքսիմալ օգտագործել ձեր նպատակներին հասնելու համար։ Եթե կլինեն հարցեր, գրեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Լավ եղեք, մինչ հանդիպում։